Բարևձեզ Factor TV յուր ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն է, ողջույն, պարոն Սեֆիլյան։ Մեր զրույցը սկսենք ԱԺԲ-ի ընտրական, ասպես արդյունքներից, 5481 ձայն հունիսի 7-ի ընտրություններում կամ 0.3%, 21-ի ընտրություններում 18976 ձայն, 1.49%, իսկ 18-ին ընդհանրապես ավելի շատ էր 22868 կամ 1.8, այդ ձեր ուժի այս ցուցանիշների վատացումը ինչով եք դուք պայմանավորում, ստացվում է, որ հունիսի 7-ին ամենացածր ցուցանիշներ, ԱԺԲ-ի ընտրական պատմության։ Բնականաբար, եթե նորմալ ընտրություններ լիներ, կարելի էր դասական իմաստով եզրակացությունների հանգել, վերլուծել, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում այդպես էլ ցավոք դեղի չի ունենում ազատ, արդար, հնարավորինս հավասար պայմաններում համապատասխան մրցակցություն դեղի չի ունենում։ Պատճառները բազմաթիվ են, բնականաբար մեկը չի, երկուսը չի, բայց ավելի շատ ես կասեի գլխավոր պատճառը քաղաքական է։ Այսինքն մեր նման ուժի ի տարբերություն 18 թվականի, միջայլոց 18 թվականին մենք վստահաբար անցողիկ ենք եղել եւ վերջի օրերին որոշվեց, որ մեր նման ուժը պետք չէ ազգային ժողովում հայտնվի եւ հենց Փաշինյանի իշխանությունը այդ օրերի, նա ովքեր այդ օրերի մոտիկից հետևել են, Կարոզարշավը ինչպես է սկսվել եւ այլն, մեկնարկը բոլոր կհասկանան, որ խնդիր տրվեց, որ այդ ժամանակ սասնաձրերի անունով էինք մասնակցում, մուտք չկործենք, բայց բոլորն էլ հասկանում էին, որ հաստատ մենք խորհրդանում պետք է լինեինք, նույնիսկ այդ ժամանակ բազմաթիվ դեսպանատներից շփում կար, գնում այցելում էին մեր գրասենյակ, դրանց նաեւ գնահատմամբ այդպես էր, որ անցողիկ էինք։ Անշուշտ համագարկը դա թույլ չտվեց, նույնիսկ մենք գիտենք մեր փոխարեն ում անցկացրեցին։ Ինչ վերաբերում է 21 թվականի ընտրություններին, այդ ժամանակ եւ կարող ենք ասել, որ ի տարբերություն 18 թվականի գործող իշխանությունները վերադարձան նախկին իշխանությունների, այսպես ասած, զեղծարարության ամբողջական գործիքակազմի գիրառման սկիզբը դրեցին։ 18 թվականին դրա անհրաժեշտությունը չկար։ 21 թվականին մենք հասկանում ենք մեր ժողովուրդը ինչպիսի նաև ծանր հոգեբանական վիճակի մեջ էր, այդ ամենը ազդեց, նաև գործող իշխանությունները որոշ չափով կարողացան ցայն հավաքել իրենց կեղծ սուտ խոստումներով, բոլորս հիշում ենք, խոստումներ տվեցին Հադրութի հետ կապված, Շուշուի հետ կապված եւ այլն, բայց բոլորն էլ վերջում հասկացան, որ հերթական սուտներ։ Այսինքն ամեն մի դրություն ունի իր այսպես ասած գլխավոր պատճառը, որ մեր նման ուժերին դարբեր ծևերով պետք է հերու բային։ Վերջի այս ընտրությունները ես կարող եմ ասել, որ սա նաև ամիսներ առաջ կամ ավելի ճիշտ առնվազն մի քանի տարի առաջ որոշված էր, որպես թաշտուն պետք է նետվեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք շատ նման մեր խոսույթի նման խոսույթ պետք է օգտագործեն, մեր քաղաքապարների նման քաղաքապարներ պիտի փորձեն տարածել, նպատակ ունենալով մեր լսարանի մի մասը քողանալու եւ քանի որ իրենց կողմից նետված, թաշտ նետված այդ նորելուկ կազմակերպությունները, գուսակցությունները, քանի որ իրենց կողմից են այսպես ասած մեջտեղ բերվել, բարձր որ անցող տարիներին նրանց հրավիրում էին բազմաթիվ ԶԼՄ-ներ հմայգից սկսյալ, հանրային հեռուստատեսությունից սկսյալ, իսկ մեր նկատմամբ մանավանդ 21 թվից սկսյալ կամ 20 թվից սկսյալ մինչ այսօր ես կարող եմ ասել, որ առնվազն 5 տարուց ավել է այնպիսի հալածանքներ են, այնպիսի ճնշումներ են, մեր անվան հետ կապված, մեր շարժման հետ կապված այնպիսի հրեշացման գործընթաց է, դա մենք տեսել ենք նախորդ իշխանությունների ժամանակ, սակայն 18 թվականին որոշ այսպես ասած դադար տեղի ունեցավ, բայց ցավոք պայմանավորված պատերազմից հետո նորից համագարկը ինքը իրեն գտնելով
նորից սկսեց այդ աշխատանքներ։ Գուցե պատճառները բազմաթիվ են եւ ես հետեւյալը ասեմ։ Այնինչ թիվ, որ նկարված է, դա իրականության չի համապատասխանում։ Վստահաբար մեր այսօրվա մեր ձայները առնվազն 3 անգամ ավելի պետք է լինեն, ես դա վստահաբար եմ ասում։ Մենք բոլորս տեսանք, թե ինչպես իշխանություններին հաջողվեց ընդդիմության վերահսկիչ վստահված անձանց վերահսկիչ համագարկը չարթել, դա դրականատես եղանք։ Որևէ մի ուժ, միջայլոց ասեմ ցեզ, որ հնարավորություն այս 30 տարիների ընթացքում որևէ ինտիմատիր ուժ ամբողջական հնարավորություն չի ունեցել, ասենք բոլոր ընդրադեղամասերում վերահսկողություն սահմանել։ Այս անգամ դարբերվում էր նախորդ ընտրություններից, ուրեմն Սամվել Ղարաբեդյանի խաղի մեջ լինելու պատճառով։ Նրանց հաջողվել էր 6000 հոգանոց վստահված անձանց, այսպես ասած, վերահսկող մեխանիզմը ստեղծելու հնարավորությունը դա ստեղծված էր, եւ եթե դա կորձեր, վստահաբար շատ այլ ուժեր եւս պիտի օգտվեին, որովհետեւ հնարավորինս արտարությունը պիտի պահպանվեր։ Բայց մենք ականատես եղանք ինչպիսի ցևերով վերջին օրը եւ նույնիսկ ընդրության օրը ուրեմն ցերպակալումներ, շրջանների համագարկողներ, վստահված անձերի մասին չի խոսքը, այս դեպքում նաև շտաբի բեդեր, 36 շտաբի բեդեր մի մասից ցերպակալվում, մի մասը փախնում են եւ ընդրությունները դեղի ունենում, ասենք այդ վստահված անձանց համագարկի անկլուխ վիճակում։ Եվ այդ պատճառով այսօր ոչ ոք չի կարող ասել իրական թվերը ինչպիսին են, այսինքն երբ որ ուշ գիշեր ժամը 2-ից հետո ժամեր շարունակ հաշվարկը կանգնեցվում է, սա նույնիսկ նախորդ ռեժիմների ժամանակ դեղի չէր ունեցել, դա պատահական չի։ Այսինքն այն արձանագրությունները, որ այսօր արգա են, պատկերը, որ այսպիսին է, ես վստահ եմ, որ դա իրականության չի համապատասխանում, ել չեմ ասում բազմաթիվ դեղեր, օրինակ համար մեր քվեատի ինչ, 12-13 ընդրադեղամասում զորօրինակ մենք ամեն դեղ չենք ունեցել վստահված, բնականաբար շատ քիչ տեղեր ենք ունեցել, միշտ մենք չենք կարողացել ամբողջությամբ փակել, այս անգամ եւս ուրեմն բադահական ենք իմացել, որ մեր թերթիկները սեղանի վրա տեղամասում չկար, չի եղել եւ չեղարկվեց։ Սա պատկերացրեք բադահական ցևով ենք մենք իմացել, երբ որ մեր աչագիցներից մեկը մնացել է քվեարկելու, ուզեցել է մեր թերթիկը այդպես ենք մենք իմացել, այսինքն վստահված անձանց համագարկը, վերահսկման համագարկը թույլ չի դրվել, որ կորձի եւ խոսքը չի վերաբերում միայն գլխավոր ներուժ ունեցող Սամվել Ղարաբեդյանից, ես վստահ եմ, որ բոլորին թույլ չեն դրվել, ուստի այն թվերը, որ հրապարակված են, պետք չէ դա ընդունել որպես վերջնական ճշմարիտ թիվեր։ Շատ լավ, ես մի այլ համաձայնություն այսպես բացատրության հանդիպեցի, արդյոք դուք դա կկիսեք, ԱԺԲ-ն չխանգարեց օրինակ ձեր ուժի առանցքային գործիչներից պարոն Պապյանի մի պնդում, որը նրանք մեկնաբանեցին ձեր, այսպես ասենք, ընդդիմախոսները աջակցություն Սամվել Կարապետյանին, արդյոք այդ պնդումը ես կարող եմ հիմա մանրամասնել, եթե կարիք կա, այսպես մեջ բերել, այո, որ այսպես ձեր հետևորդներին ուղղորդող լիներ դեպի Կարապետյանի ուժը, պարոն Պապյանը ասում էր, որ նա չէր բացառում Կարապետյանի հաղթանակը ընտրություններով, նրան որակում էր ազգային բաղադրիչ ունեցող գործիչ, բարերար, եկեղեցու պաշտպան եւ որ Փաշինյանի համեմատ մարդիկ կարող են նրան տեսնել որպես չարյաց փոքրագույն, Փաշինյանին պրոթուրքական որակեն եւ ընտրեն այսպես ժամանակավոր ոչ պրոթուրքական, չգիտեմ, ռուսամետ ինչ որ մի ուժ, իսկ այս գործոնը ինչ որ ձեր այսպես կողմնակիցներն ուղղորդող եղել է, թե չէ։ Բնականաբար, ասենք Բաբյանի այդ գանձիկը, որ հայտնել է նա, որը դեղի է ունեցել մինչ այն բահը, որ մենք դակամի որոշում չունենք մասնակցել թե չմասնակցել։ Եթե չեմ սխալվում, ապրիլին է, չէ՞։ Ավելի մարտ ամսվա մեջ պետք է լինի, մենք ապրիլի 3-ին, եթե չեմ սխալվում, որոշում ենք արել մասնակցելու։ Բնականաբար կորձող իշխանությունները կոնտեքստից կդրելով շատ լավ օգտագործեցին մեր ուժի դեմ։ Ես կասեի, որ ընկալելիության իմաստով իշխանություններին հաջողվեց վնաս հասցնել մեզ։
Ինչ արած, այս է, հիմա մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դասական իմաստով ընդրություններ տեղի չեն ունենում, բայց մենք երկար ծանոթ անելուց հետո հասկացել ենք, որ անկախ ամեն ինչից պետք է գործընթացին մասնակցենք։ Կապ չունի, քիչ կհավաքենք, շատ կհավաքենք, կանցնենք, ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը պիտի բաց չթողեն, մանավանդ մեր նման քաղաքական ուժ, որը զրկված է լինում երկար տարիներ մամուլի մեծ մասին, ֆակտորը հազվադեպ երևույթներից է, որ մեզ բարբերաբար հրավիրում է։ Առնվազն այդ նաև արիթը օգտագործելով ժողովրդի հետ շփվելու, ժողովուրդը շատեր նոր են նկատում, որ բևեր գոյություն ունի։ Սա եւ 21-ի ընտրություններին մենք նկատել ենք, ինչու՞ նաև այս ընտրություններին եւս նկատել։ Իսկ ձեր առաջարկած գաղափարները ինչքանով են մարսելի քաղաքացիների համար, որովհետեւ ձեր վերլուծությունները լսելիս դրանք կարող են ասես հաճախ ընկալվել ռազմավարական ծրագրեր, մի քիչ բարդ մարսելի կամ չգիտեմ, նույն այդ Վիլսոնի թեմայով, հա, այդ քարտեզի թեման մարդիկ շատերը ծաղր են, ասեն ոչ իրականանալի կամ արկածախնդիր ծրագիր եք առաջարկում, այսօրվա խնդիրներից բխող ծրագրեր չեք առաջարկում, ասենք թոշակներից չեք խոսում կամ հասկանալի է։ Հա, միգուցե խոսույթի ասելիքի վերանայման կարիք էլ կա, ինչ է։ Վստահաբար կա։ Մենք նաև այսպես ասած վնասը գրելով հանդերձ ստիպված ենք լինում մեր կողմից այսպես ասած մեր համոզմունքներով քաղաքապարներ կան, որոնք պետք է մենք շրջանառենք։ Մենք գիտակցելով, որ դրա վնասը գրում ենք։ Անշուշտ գործող իշխանությունները այդ հանգամանքը օգտագործում է, ուրջացնում է եւ մանավանդ այս դեպքում, երբ իշխանությունների գլխավոր լոզունգը խաղաղությունն էր եւ խաղաղության այսպես ասած բادرանքով նրանք կարողացան ժողովրդի մի մասին, առնվազն կոնե մի մասին խաբել, այս իմաստով հաստատ ցերասածը ճիշտ է, իրենք օգտագործում էին, բայց այստեղ խնդիրը ասենք սրա նաև այս ամեն ինչի մեջ մենք միշտ մոռանում ենք հիշատակել ֆինանսի դերակատարումը, որը շատ մեր հնարավորությունները եղել են շատ չնչին։ Ես վստահ եմ, որ եթե մենք ինչ գումար որ ծախսել ենք, եթե դրա 10 անգամ ծախսեինք, վստահաբար արդյունքը այլ կլիներ։ Ես առաջի օրվանից մենք խնդիր էինք դրել, պատկերացրեք, որ Հայաստանով մեկ առնվազն հասցնել այն դեղեցությունը, որ բևերը մասնակցում են ընտրություններին։ Ես կարծում եմ, որ մեզ դա չհաջողվեց հայտնի պատճառով, այսինքն եթե քարոզչության հատկացնելիք ֆինանսը եթե բավարար չափի լիներ, ես վստահ եմ, որ պատկերը այլ լիներ։ Իսկ պարոն Սաֆիլյան, ես այս ուրիշ անգամանք եմ ուզում նաև, ինչպես տեսնում եք, պատճառները բազմաթիվ են, գլխավոր պատճառներից մեկը, որ մեր նման ուժը եւ 21 թվականին եւ 18 թվին եւ այսօր այսպիսի պատկերի առաջ է կանգնում, դրա պատճառը հետեւյալն է՝ միշտ այս տարիներին, այսինքն վերջի ժամանակներում մեր հասարակությանը դնում են ընդրության առաջ ուրեմն վադը թե ասենք վադակույնը թե վադակույնին հերացնող որևէ պոտենցիալ ունեցող ուժ։ Մենք այս երկնդրանքի առաջ մեր նման ուժերը չեն երևում։ Բարձ է, որ ժողովուրդը դա չի նշանակում ժողովուրդը մեր քաղաքապարները չի ընդունում կամ մեզ չեն հարգում, մեզ չեն համագրում, իրենք ուրեմն բևեռացվում են։ Այո, իրենք ընդրում են այդ ժամանակ այն հնարավորությունը, որ գործող իշխանությունից պետք է ցերպազատվեն։ Զորօրինակ 18 թվականին մեր ձայները հիմնականում փախցրեցին հետևյալ ցեզ ասեմ, քանի որ դուք կարևորեցիք այս հարցը, ի սկզբանե այս հարցով ենք սկսել, 18 թվականի ընտրությունները դակավին Սասնաձրեր գուսակցություն նոր է ձևավորվել եւ արտահերթ ընտրություններ դեր ունեցան։ Ես որպես դրող հիշում եմ այն ժամանակվա դիսկուրսները, ձեր ուժին ես ճանաչում եմ այդպիսի մարդիկ, որ եկան ընտրեցին համարելով, որ արդյունավետ հակակշիռ կլինի Փաշինյանի իշխանության։ Այդպիսի մարդկանց ես գիտեմ։ 18-ի մասն է խոսքը։ Այո, ուրեմն որ ոչ նախկիններից է, ոչ ներկանից է այս տրամաբանությունը։ Նույնիսկ արտահերթ այնպիսի ցևով գազམ་ագերվեց, որ մենք չհասցնեինք ընտրություններին մասնակցել, այսինքն կուսակցության գրանցումը, գազམ་ագերվելը, նույնիսկ մեր ընկերների մի մասը փանդից մտածված, այսպես ասած, ուշացումով էին ազատում։
երկու շաբաթը մեկին, ամիսը 1-2-ին, այսպես նպատակ ունենալով, որ մենք չկարողանանք կազմավորվել, բայց մենք պատկերացրեք արտահայտ ընտրությունների այդ նախապատրաստական աշխատանքներին, այս բացատրները վերջի ժամերին կարողացել հավաքել, հասցնել։ Բայց այստեղ ամենակարևորը հետևյալն է, ինչպես 18 թվականին Նիկոլենք կարողացան մեր ցայները զգալի մաս մեզից փախցնել։ Ուրեմն Կարոսչյան առաջի օրը այն օրերին Դագավին սասնաձրերը հակատրված չէին, չէ՞, իշխանություններին։ Ուրեմն ընդամենը մի քանի ամիս էր անցել բանդից դուրս գալուց, այո։ Մենք սկսել ենք հակատրվել հավանաբար 10 ամիս հետո, 1 տարի հետո հնարավորություններ տեսնում էինք, ինչ որ ժամանակ մենք մեծ հույսեր էինք պայպայում։ Սակայն նույնիսկ իշխանությունների կողմից, այսպես ասած, վտանգի իբրև թե սևերն էին, չէ, նախկիններն էին։ Չգիտես ինչու Փաշինյանը իր քարոզչության առաջի ելույթը, որ դեղի ունեց, շատ լավ հիշում եմ, Արտիգում էր դա դեղի ունենում, հենց առաջի ելույթով հարձակվեց Սասնաձրերի վրա։ Բան չի եղել։ Այն օրերում մենք նաև շփում ենք ունեցել։ Այն թևավոր խոսքը ասում էր հանգիստ նստեք տեղում, դա ինչքան գտեմ ձեզ էր։ Հանգարց հարձակվեց դրանով նա մեր ժողովրդին հասկացրեց, որ ցայները պետք է դալ միայն իրենց, որովհետև վտանգ կա սևերի, այսպես ասած, նախկինների վերադարձին։ Այսինքն ես նաև ղեկավարելով շտաբը ընդրությունների այդ ժամանակ բարինփուն իմաստով նկատել եմ ինչպես տասնյակ հազարավոր ցայներ մեզնից հեռացել են այդ 10 օրվա ընթացքում։ Այսինքն մարդիկ, որոնք մեզ համագրել են, բայց հանուն նրա, որ հանգարց հիները չվերադարձվեն, գնացել են հանգարց Նիկոլը քիչ ցայն չհավաքի։ Կուզեմ ասել, այս դրամապանությունը նաև շարունակվել է մինչ այսօր, ասենք 21 թվին քիչ, 26 թվին այլ ցևով դա դրսևոր շատեր գնացին, գլխավոր պոտենցիալ ունեցող ուժին դվեցին, որ մենակ Նիկոլից սերբազատվեն, որը մեղադրելի չէ։ Կենտրոնացում տեղ ունեցավ, իրականում մեր նման ուժը արդյունք կարձանակրի, երբ որ արդեն գործող իշխանությունները սկսեն մտածել ոչ թե իրենց իշխանությունը բայելու, նպատակն կլինի իրենց իշխանության բայելը, այլ գործող իշխանությունների ընդրությունները կազմակերպող իշխանությունների նպատակը կլինի բեդության գայացումը, բեդության զորացումը, ազատ խոսքի, մի խոսքով գիրառումը եւ այլն եւ այլն։ Երբ որ այդ լինի նպատակը, ես վստահ եմ, որ մեր նման ուժեր գարցանակրեն շատ լուրջ դրական արդյունքներ։ Ես ռեսուրսներ, մեդիաներ, հասանելիություն այդ ամեն ինչը հասկանում եմ, դրանք իրոք կարևոր են, բայց ինչու մարդիկ, այսպես ասենք, այս իշխանություններին հեռացնելու հնարավորություն տեսան ուժերի մեջ, որոնք իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ ակնհայտորեն Ռուսաստանին են թեքված։ Ես չեմ պնդի ռուսամետ են, պրոռուսական են, առավել եւս կոշտ որակումներից զերծ կմնամ, չգիտեմ, գործակալ են եւ այլն, դա իմ խոսույթը չի, չգիտեմ, Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Քոչյան, մարդիկ, որոնք Ռուսաստանի հետ այսպես սերտացումների կողմնակից են, դեմ են ԵՏՄ-ից, հապկից եւ այլն դուրս գալ։ Այ ինչ խորհրդան ենք ունենալու արդյունքում, պարոն Սերգեյ։ Այստեղ ասենք դուք որ ասում եք ինչու, ասենք այն հասարակությունը, որը ուժային կենտրոն այդպիսի։ Այսինքն ուզեի ասել, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը արդեն պետք է ռուսականությունից հեռացած լիներ։ Այդպես չէ, սակայն պատկերը շատ կտրուկ փոխվել է։ Արցախի այնինչ տեղի ունեցավ 44 օրյա պայմանավորված պատերազմին եւ 23 թվականի Արցախի հայաթափմանը, մարդաթափմանը, էթնիկ զտմանը հաստատ փոփոխություն ա տեղի ունեցել մեր հասարակության ներս, այսինքն այսօր մեծամասնությունը հաստատ չի համագրում Ռուսաստանին։ Սակայն դա չի նշանակում, որ գոյություն չունի։ Համագրողներ չկա։ Մոտ մեր ունեցած այսպես ասած դեղեցությունները, որը ստույգ չեմ կարող բնտում վարել, սակայն դարբեր աղբյուրներից ստացած մեր դեղեցությունները կարող ենք ասել, որ 55-45 հարաբերակցություն վրա ենք ասում։ 55% արդեն մերժում է Ռուսաստանին։ Այսօր այդ ժամանակներն են։ Իսկ 45%-ը քիչ թիվ չի։ Քիչ թիվ չի, դրա համար պետք չէ զարմանալ, որ շատեր հանգիստ կարող են դալ։ Հետո այստեղ ես չեմ կարծում, որ գլխավոր այսինքն կորձոնը ընդրությունների կորձոնը պատկերը պատկերում կորձոնը չի աշխարհաքաղաքական չի եղել ընդրության
Գլխավոր գործոնը եղել է իշխանությունները վախեցրել են մեր ժողովրդին պատերազմով, ընդդիմությունը փորձել է այդ վախը զսպի եւ խոստանա ձերբազատվելու այս պրոթուրքական իշխանություններից։ Մեր հասարակության մեծ մասը ես վստահ եմ, որ հակաթուրք է, դրանում չեմ կասկածում։ Այդ ուրիշ հարց, որ Փաշինյանը ինչ թվեր ցույց տվեց, ես համոզված եմ, որ Փաշինյանը 450-500 ավելի այսպես ասած իր բոլոր լծակներով, ճնշումներով, իր իշխանական ռեսուրսով 500,000-ից ավելի ցայն չէր կարող հավաքել։ Ես համոզված եմ նաև, որ այս ընտրությունները արդյունքները ուշ թե շուտ ի դարբերություն նախորդ կեղծված ընտրությունների այս մեկը ապացուցել է, որ կեղծված է եղել շատ ավելի հեշտ է լինելու։ Առնվազն 152,000 ցայն ավելորդ ցայն գոյություն ունի Փաշինյանի հավաքած ցայնը։ Ձեր կալբան ոնց է հավաքել այդ 2,000։ Ուրեմն սա, ինչպես ասում են, հadoop օպերացիա է եւ դա բազմաթիվ կեղծումներ են տեղի ունեցել, այսինքն մեկ դրվագ չի, երկուսը չի, երեքը չի։ Ինչ ասեք տեղի է ունեցել, այսինքն այլ բացակամարտկանց հետ փոխարեն քվեարկողներ, հորինված հազարավոր, դասնյակ հազարավոր հասցեներ, չգիտես ինչու այս անգամ անվավեր համարված թերթիկների թիվը կարաբատկել էր նախորդ անվավեր թվերին, 17,000-ի շուրջ անվավեր, մարդկանց տներում գրանցվածներ մինչև 300 հասնող եւ այսպես շարունակ մինչև լցոնումներ, բնականաբար պիտի չի մոռանանք գրգնագի քվեարկություններ, պիտի չի գա ինչ որ դեղեցություններ, որ բանակի դարբերը ստորապաժանումներ մի քանի դեղ բդդացրել են քվեարկելու, այսինքն զինանոցում ինչ եղել է այս համագարկում, գեղձիկի ինչ գործիքագազմ եղել է, ամեն ինչ կիրառել են։ Նորից եմ ասում, բարձ է որ այդ 200,000 ցայնը մի գործիքագազմ չէ, որ օգտագործվել է, տասնյակից ավելի, ես մի քանիս ընդամենը տվալեցի։ Օրինակ ինչու ՍԴ չդիմեցիք այդպիսի փաստերի, եթե տիրապետում եք։ Ես վստահ եմ, որ թիմողները այս ամեն ինչի մասին որ խոսում են, մեզից շատ ավելի մանրամասն ցեվով ներկայացնում են։ Իսկ ինչպեսի խորհրդան ենք ունենալու, գիտեք, ես նկատի ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի ուժը ունի մեծամասնություն, ես նկատի ունեմ նաև խոցելիություններին դիմակայելու առումով չեն էլ այս կոնտեքստում նայում արտաքին ճնշումներ կարող են լինել, չգիտեմ, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, հազար մի այլ խնդիրներ կան, չգիտեմ, Իրանի շուրջ իրավիճակը մենք տեսնում ենք, որ այնքան էլ ամուր չի, ռուս-ուկրաինական պատերազմը մենք չգիտենք, այսինքն առաջիկա 5 տարում մարտահրավերները լինելու են, հա, եւ կարեւոր է պետության դիմակայության առումով ունենալ քաղաքական ուժեր, որոնք ունենան տարբեր կողմնորոշումներ, բայց պետության անկախության, ինքնիշխանության հարցում մեկ միասնական օրգանիզմ որպես գործեն։ Այս իմաստով խորհրդանը ինչպիսին է, պարոն Սեֆիլյանին։ Նախ ես չեմ կարծում, որ այս իշխանությունները կարողանալու են մարսել այնինչ արեցին, եւ ես ունեմ կարծիք, որ հերթական անգամ մենք ականանես ենք լինելու արտահերտ ընտրություններ եւ այս անգամ շատ ավելի մոդիկ ապակային։ Շատ ժամանակները շատ նման են 2017 թվականին։ Բոլորս հիշում ենք այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ինչպիսի շրընթալից հաղթանակ տարավ եւ շատեր կարծում էին, որ ամեն ինչ լավ է եւ 5 տարի նրանք գոյատևելու են, բայց ընդամենը ամիսներ անց, չէ, ամիսներ անց տապալվեց Սերժ Սարգսյանը։ Ես վստահ եմ, որ նույնանման մի ինչ որ ձևով կրկնվելու է այդ ամեն ինչը եւ Փաշինյանը ամիսներ անց հեռանալու է։ Ինչ վերաբերում է ծեր ասած, որ լինի շատ, այսպես ասած, ազատ մրցակցություն, առողջ մրցակցություն, գարձիկների փախում, ոսկե միջինի ծնում եւ այլն, շատ լավ է հնչում, բայց այդ ամեն ինչը կարող է լինել, երբ մենք վերածված լինենք արդեն պետության։ Մեր գնահատմամբ այնինչ այսօր արգա է, դա պետություն չի, այսօր կարող ենք ասել այդ ամբողջ իշխանությունը
բռնազավթված է Փաշինյանի գոլի կողմից եւ այն ինչ զորություն որ ունի ինստիտուտները, որոնք պետք է ծառայեին պետության շահերի, մեր ժողովրդի շահի կամ մեր երկրի շահերի համար, այդ ամբողջը մի նպատակի համար է ծառայեցվում, ինչպես պահպանել գործող իշխանություններին։ Այսինքն առավել եւս, երբ որ դուք մատնացույց եք անում կողմերից մեկը լինելով պրո-թուրք, դա դուք կարծես թե նորմալ եք համարում, դա նորմալ գլիներ, եթե թուրքական կողմը չլիներ թշնամական թիրքավորված Հայաստանի նկատմամբ։ Այստեղ խոսքը վերաբերում է եւ Ադրբեջանին, եւ Թուրքիային, այսինքն եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը եթե չի լիներ Հայաստանի վերացումը, ապա ցեր ասածը ես ինչ-որ չափով կարող եմ տունել, ուղղակի համարում եք, քանի որ մենք համոզված ենք, մի մասը ռուսամետ է, մի մասը թուրքամետ, դա ձեր գնահատականը։ Այսինքն նախ ասեմ, որ մենք եւս գլխավոր վտանգ բարձրացնել ենք, որ Փաշինյանը եթե շարունակում է մնալ, մեր երկիրը թրքացվում է։ Մենք այդ կարծիքին եղել ենք, այսօր էլ այդ կարծիքին ենք եւ ինչու չենք ծանրացել, հա, Ռուսաստանի վրա, որովհետեւ համոզված եմ, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Իմաստ չկա ծանրանալու ռուսական վտանգին, որովհետեւ Ռուսաստանը իր արդեն ավերածությունը կորձել է ու բարեփոխտաբար հեռանում է։ Այժմ մեր ուժի եւ կարծում եմ, որ բոլոր այն հայկական ուժերը, որոնք երբեք չէին ուզենա, որ Հայաստանից դարվեր թուրքացման, դրանք բոլորը պետք է դիմադրեն գործող իշխանություններին օր առաջ հեռացնելու նպատակ ունենալով թույլ չտալու թուրքացումը, որովհետև ինչպես տեսնում եք, այսօրվա աշխարհակահաղական զարգացումների դասավորումների հետևանքով թուրքական կողմին արգելվեց ռազմականորեն էքսպանսիայի ենթարկել մեր երկիրը, մասնավորապես Զանգեզուրը, որոնք նրանք պատրաստվում էին անցյալ դարվա սկիզբ, սակայն դրանց նույն ուժերը չեն արգելել թուրքական կողմին մեր երկիրը էքսպանսիայի ենթարկելու տնտեսապես եւ մշակութապես։ Մշակութապես ես նկատի ունեմ լայն իմաստով մշակութապես, որտեղ ինքնության հարցն է, էությունն է, անցյալն է, ազգային նպատակից զրկյանքն է, զրկելն է եւ այլն եւ այլն։ Այս ամենի իմաստով ահավոր մեծ է վտանգը, ուստի միայն այս վտանգը չեզոքացնելու համար, միայն այս օրագարկի շուրջ, այս օրագարկը ինքը բավարար է, որ առողջ, այսպես ասած, այն ուժերը, որոնք թեմ են, որ մեր երկիրը թրքանա, պետք է անպայման համագործակցության ձևը գտնեն առաջիկա օրերին։ Այ ավարտելով, ինչպես եք տեսնում ձեր քաղաքական առաջիկա անելիքները, խորհրդանից դուրս եք ակնհայտորեն լինելու ստացվում է, պարոն Սեֆիլյան, Սավել Կարպետյանը օրինակ առաջարկել է համախմբվել ընդդիմադիր ուժերին, ԱԺԲ-ն իրեն տեսնում է այդ հետընտրական կոալիցիայի մեջ։ Մենք մեր անելիքը տեսնում ենք երկու ուղղությամբ, զուգահեռաբար, առաջինը գործընթաց, որը պետք է օր առաջ ցերբազադի գործող իշխանություններին Փաշինյանի գլխավորությամբ, երկրորդ զուգահեռ գործընթացը նախապատրաստվել ընտրություններին, որտեղ մենք համոզված ենք, որ արդահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Դուք նախապատրաստվել եք ընտրություններին։ Հնարավորինս նախապատրաստվել են, բայց առաջնային խնդիրը Փաշինյանի հերացնելն է։ Եվ այս իմաստով ընդդիմությունը ինչքան, այսպես ասած, ջգուն օրագարկ կարողանա ձևակերպել, որբեսի այդ համագործակցությունը լինի հնարավորինս լայն եւ ավելի հեշտ լինի Փաշինյանի հերացման աշխատանքը ընթացքը։ Իսկ Կարապետյանի հետ համագործակցություն տեսնում եք հետընտրական կոալիցիայի։ Ես ասացի, եթե ճիշտ ձևակերպվի օրագարկը, ինչպես որ նախորդ ժամանակներում դարիներին եղել են դեպքեր, որոնք մենք ասենք դարբեր իրարամերժ քաղաքական ուժեր կարողացել են իրենց մեջ ուժ գտնել եւ հստակ օրագարկի շուրջ գործակցել, զորօրինակ Փաշինյանի վերացում, անցումային կառավարում եւ արդահերթ ընտրություններ, օրինակի համար։ Ես կարծում եմ, որ նույնանման ինչ-որ օրագարկի շուրջ պետք է լինի առաջիկա գործակցությունը Փաշինյանի հերացնելու։ Չեք բացառում զուտ որպես քաղաքական տեսակետ Սամվել Կարապետյանի ուժի հետ գործընկերություն։ Եթե ճիշտ օրագարկ ձևակերպվի, անշուշտ չենք բացառում, որ եւ մանավանդ որ մենք Սամվել Կարապետյանին տեսնում ենք հագաթուրքական
այսպես ասենք, թուրքական էքսպանսիան զսպելու, գանխելու առաքելություն մենք տեսնում ենք այդ ուժի մեջ։ Շատ լավ, որպես դիրքորոշում չեք բացառում, եթե ճիշտ օրակարգ։ Եթե ճիշտ օրակարգ։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ժիրայր Սեֆիլյանին։